Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և երաժշտական հյուրեր ենք այսօր հյուրընկալելու, տեղեկացնեմ, որ այս տարվա օգոստոսին Ղազախստանի Հանրապետության Կոստանայի քաղաքում տեղի ունեցել ոսկե միկրոֆոն 21-րդ ամենամյա միջազգային մրցույթը, մրցույթին մասնակցում էր 84 մասնակից, մրցույթում Հայաստանը ներկայացրել է պատանի երգչուհի Անահիտ Գալստյանը, ով երկու մրցութային օրերի արդյունքում ժյուրիի կողմից արժանացել է երկրորդ մրցանակի։ Եվ հենց այս առիթով էլ մեզ մոտ Անահիտ Գալստյանն է։ Բարի լույս Անահիտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ, դուք ոնց եք։ Շատ լավ ենք։ Դե մի քիչ խոսենք այս մրցույթի մասին։ Նախ մի քիչ հետ գնանք եւ հասկանանք, թե ինչպես եղավ, որ ընտրվեցիր դու եւ արդեն գնացիր այնտեղ։ Սովորաբար մենք ունենում ենք նախընտրական փուլեր մինչ գնալը մրցույթի, բայց այս անգամ, քանի որ իմ վոկալի ուսուցչուհին գիտեր, որ ես ունեմ նոր պատրաստված երգեր, խոսեց Վրեժ Կիրակոսյանի հետ, ասեց մենք ունենք նոր ռեպերտուար, դե մինչև այդ լինում է ժողով, արդեն մանրամասները ես չգիտեմ, Սակայն գիտեմ, որ եկան, լսեցին իմ նոր երգերը և ընտրվեցին այնտեղից լավագույնները, տարբեր փորձնական աշխատանքներ կատարվեցին ամիսներով, մինչև Ղազախստան գնալը և այսպես ստացվեց։ Իսկ երբ արդեն գնացիր, մրցույթում հանդիպեցիր մյուս մասնակիցներին, հասկացար, որ բարդ է լինելու, թե ամեն դեպքում քեզ համար հեշտ էր, որովհետև դու լավ էիր պատրաստվել։ Ես լավ էի պատրաստել, բայց դե ինչպես ասում են, հակառակորդին պետք չէ թերագնահատել, ես համենայն դեպս մտածում էի, որ ես իմ մասին պետք է մտածեմ, եթե ես լավ ներկայանամ, արդեն կարևոր չի լինի նրանք լավ կներկայանան, թե չէ, կարևորը, որ ես լավ ներկայանամ և պատվով ներկայացնեմ Հայաստանը, դե իհարկե շատ բարդ էր ներկայացնել Հայաստանը միայնակ, 13 տարեկանում ամբողջ այդ մեծ Ղազախստանի միջազգային մրցույթում, իհարկե բարդ էր։ Արի մի քիչ պատմիր քո տրամադրության ու էմոցիաների մասին, եւ որ արդեն բեմում ես, մենակ դու ես, լույսերն են, դահլիճը չի երևում, որովհետեւ դու լույսերի մեջ ես, այ ինչ ապրումներ ես ունենում այդ 3-4 րոպեների ընթացքում։ Սկզբում կուլիսներում, ետնաբեմում միշտ լինում է լարվածություն, բայց երբ մտնում ես բեմ եւ արդեն սկսում ես երգել, ամեն ինչ կորմա, դու մոռանում ես ինչ ես այդտեղ, մոռանում ես ինչ ես երգում, ուղղակի երգում ես գալով երգը։ Արդեն ոչ մի բան չես զգում։ Ինչ խորհուրդներ էին քեզ տալիս դասատուները, երբ որ արդեն պատրաստում էին քեզ համերգի համար։ Միանգամայն չլարվել, որովհետև լարվելուց ամենավատը կարող եմ ելույթ ունենալ, լարվելը ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Շնչիս իհարկե կարևորը շունչն է, որ լավ ձայնս զիլ հնչի եւ այդպես համարձակ գնալ բեմ, որովհետև ես արդեն շատ պատրաստ էի։ Եվ քանի որ քո դիպլոմները զարդարել են մեր տաղավարը, արի խոսենք դրանց մասին, մեզ ներկայացրու, որը երբ են տվել, ինչի համար ես ստացել, որն է քեզ համար ամենակարևորը։ Առաջինը դա հենց մասնակցության համար դիպլոմն է, որը մասնակցության համար է։ Երկրորդը հենց պատվոգիր, որ մասնակցել եմ և գրավել երկրորդ տեղը։ Եվ արդեն ամենակարևոր մրցանակը դա սա է, որ բոլոր ժուրիների ստորագրությամբ երկրորդ տեղն եմ գրավել։ Եվ դա ամենագեղեցիկն է։ Այո։ Շատ լավ։ Վերադառնալիս արդեն երբ մրցույթը անցյալում է, դու երկրորդ տեղը վերցրել ես, ինձ հետաքրքիր է ինչ տվեց քեզ մրցույթ, ինչ փորձառություն, ինչ սովորեցիր այնտեղ։ Սովորեցի միկրոֆոնի հետ ճիշտ աշխատել, չնայած որ դա միակ մրցույթի չէ, որ ես մասնակցել եմ, նաև եղել է Սլավյանսկի բազարում և այլ մրցույթներում, մրցույթը ինձ տվեց նոր ընկերներ, ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր ռեպերտուար, աշխատել մարդկանց հետ միկրոֆոնով, իդեպ այնտեղ գալը համերգը նաև կայացավ իրենց հենց Կոստանայի ծնունդի ժամանակ, որ ամբողջ քաղաքը այնտեղ էր և գալա համերգին մասնակցեցին միայն այն մարդիկ, ովքեր գրավել են ինչ-որ տեղ և այդ շարքում նաև ես էի կարողացա նաև այդքան մարդկանց մոտ, հազարավոր մարդկանց մոտ նաև ներկայացնել Հայաստանը, նաև այնտեղ հանդիպեցի իմ ընկերներից մեկին, ում հանդիպել էի նաև Ղազախստանում,
Բելարուսիայում այդ Սլավյանսկի բազար մրցույթում 2 տարի առաջ եւ այդ տարին նույնպես հանդիպեցինք իրար, շատ հետաքրքիր եղավ։ Ոնց հասկանում են, քո ստեղծագործական կյանքում մրցույթները մեծ տեղ են գրավում։ Այո։ Ինչ են տալիս ընդհանրապես մրցույթները։ Իհարկե դա մեծ փորձ է, համենայն դեպս այս տարիքում, որ լինել այդպիսի մեծ բեմերում, ունենալ ճանաչում, փոքրինչ ճանաչում, ունենալ նաև մեծ մրցանակներ, որ հետագայում նաև տարբեր տեղերում պետք կգան, չգիտեմ, նոր ընկերներ, նոր երգերի ցանկ, նաև այս պահին մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որը իդեպ հենց ATV Անահիտ Կիրակոսյանի պրոյեկտն է, այո, ծրագիրն է, նախագիծն է։ Նոր ընկերներ, նոր ռեպերտուար, ճանապարհը մինչև որտեղ ես պատկերացնում երկարվեստում։ Մինչև Հայաստանի Ադել։ Բրավո, դա իհարկե շատ կարևոր։ Նշաձողը շատ բարձր է դրված։ Այո, դե բայց պետք է դրված, միշտ բարձր նշաձող դնել եւ հասնել դրան։ Հիանալի է։ Իսկ ուսման մեջ չի խանգարում, որովհետև սա պահանջում է քեզանից շատ մեծ ժամանակ։ Խանգարում է համենայն դեպս, բայց ես աշխատում եմ հասցնել եւ այն, որովհետեւ նաեւ սրան հետ մեկտեղ ունեմ բազում պարապմունքներ, բազում խմբակներ, արվեստի հետ կապված եւ աշխատում եմ իմ ամենակարևոր առարկաները, որ ես պետք է իմանամ, հայոց լեզու, լեզուներ, մաթեմատիկա, դրանք փորձեմ կատարել եւ տնայինները եւ հասկանալ նոր թեմաները, որպեսզի անգրագետել պետք չի մեծանալ, բացի Ճիշտ ասեմ, մամայի խոսքերն են դրանք։ Չէ՞։ Նաեւ դա աշխատում եմ հասցնեմ, ճիշտ է, շատ բարդ է։ Իսկ ընկերների հետ շփումը ժամանակ կա, այսքան բան անելուց հետո ժամանակ։ Ոչ, համենայն դեպս դպրոցում եմ հասցնում շփվել։ Վերադառնալով Ադելին, ես հարց ունեմ, էլի, որովհետև շատ հետաքրքիր է, ժամանակակից աշխարհում շատ են երգչուհիները, որոնց կարելի է շատ սիրել, Բիլի Այլիշ, Դուա Լիպա, չգիտեմ, ինչու հենց Ադել եւ որ երգն ես ամենաշատը Ադելից սիրում։ Ադելից սիրում եմ Rolling in the Deep ստեղծագործությունը։ Ադելը, չգիտեմ, իմ համար յուրահատուկ է, որովհետև նա շատ գրագետ է, նաև շատ բարի է, բեմում գիտի իրեն ճիշտ դրսևորել, իր մարդ տեսակն եմ ես նաև սիրում եւ հարգում եւ կցանկանայի, որպեսզի ինձ նաև այդպես ճանաչեն, որ Ադելին նման լինեմ, ճիշտ է, ես չեմ ուզում ինչ-որ մի աստղի նմանվել, բայց նա ինձ համար կարծես օրինակ է եւ կցանկանայի նրա պես լինել, որ ինձ բոլորը այդպես սիրեին ու ճանաչեին։ Մենք քեզ հասկացանք, օրինակ եւ մոտիվացիա է քեզ համար։ Իսկ դու Ադել կատարում ես, երգերից ընտրում ես, այո, հենց Rolling in the Deep-ը, Skyfall-ը, դրանք շատ եմ սիրում։ Ոնց է ստացվում։ Կատար։ Ընդհանրապես լսում եմ, սիրում եմ, սովորում եմ եւ կատարում եմ։ Ընտիր։ Երազանքներ ունես բացի երգարվեստից։ Փրկել Լուսին, օրինակ։ Չէ, իմ բոլոր երազանքները երաժշտության հետ է, կցանկանայի նաև լավ տիրապետել դաշնամուրին եւ թմբուկին։ Շատ հետաքրքիր, դաշնամուրը եւ թմբուկը։ Չէ, բարավանչիկ են։ Հա։ Ինչու՞։ Դες դաշնամուրը պահանջում է նուրբ մոտեցում, իսկ արդեն հարվածային գործիքները մի քիչ արդեն պահանջում են ագրեսիվ, այո։ Ինչի այս երկու ծայրահեղությունները, դու այդպիսին ես, հա։ Ես քո տեսակով։ Ես այնքան տարբեր երգեր եմ լսում։ Դրա համար։ Այ հիմա ներկայապես ամենաակտիվ երգը, որ անընդհատ քո ուղեղում է, հա, քեզ միշտ ուղեկցում է, որ ում երգն ես լսում, որն ես լսում։ Վերջերս սկսել եմ լսել Pink-ի Family Portrait-ը։ Օ, դա արդեն կլասիկա է։ Արդեն հին է։ Տարբեր երգեր եմ սիրում։ Բրունետ եմ լսում, շատ Գորսուջան եմ լսում։ Դե մենք արդեն հասկացանք, որ դու լավ երաժշտական ճաշակ ունես։ Ում հետքը կուզեիր երգել, Բրունետի թե Գորսուջանի։ Ադելի։ Գորսուջանի։ Գորսուջանի երևի։ Իսկ կա նրա երգացանկից երգ, որ փորձել ես կատարել կամ մտածում ես, որ այ մի օր ես էլ այդ երգը կերգեմ։ Ես կուլամը կամ
Ես եմ դու ես, ես ու դու։ Լավ, իսկ երբ որ մի երգ ես ուզում, բայց հասկանում ես, որ դա չի համապատասխանում քեզ, հա, քո տվյալների ներկա պահից, դնում ես մի կողմ, թե ամեն կերպ փորձում ես աշխատել այնքան, որ կարողանաս դա ներկայացնել։ Դեռևս տենց բան չի եղել, որ ստացվի երգը, դե սկզբից բարդ է եղել, սովորելը կամ բառերի համար կամ եղել է բարձր նոտաներ, եղել է որ փոխել եմ նոտաները, այսինքն մի տոն եմ ցածրացրել կամ կես տոն եմ ցածրացրել կամ հակառակը բարձրացրել եմ եւ ըստ այդմ հեշտ է եղել։ Հիմնականում երգում եմ անգլերեն երգեր, անգլերենս լավ է, չեմ դժգոհում, կարողանում եմ հասկանալ բառերը, երգի թարգմանելը մոտը ստացվում է, քանի որ երգի մեջ կարևոր է, որ դու իմանաս ինչի մասին ես երգում, որ հոգով երգես այդ երգը։ Մենք քեզ մաղթում ենք մեծ հաջողություններ եւ Ադելի այսպես կարիերայի բումը եւ հաջողությունը, բայց ոչ անձնական կյանքի փորձառությունը։ Այնպես որ հրաշալի երաժշտական ճաշակ ունես, վստահ եմ, որ մեծ ապագա է սպասվում։ Ամեն դեպքում տաղանդը տաղանդ, բայց աշխատասիրությունը շատ կարևոր է, ինչը հենց Ադելի պարագայում բերեց նրան, որ նա շատ դժվարություններ հաղթահարեց իր աշխատասիրության շնորհիվ եւ տաղանդի բնականաբար, եւ այսօր արդեն փայլում է բարձունքներում։ Նույնը մաղթում ենք նաեւ քեզ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք երաժշտական թեման։